Կարծում եմ արդեն իսկ որոշակի հուշում էր իմ կողմից, իմ խոսքի սկզբում, երբ ես սկսեցի իմ զեկույցը այսօրվա, ասելով, որ առաջին անգամ փաստորեն առաջին ռազմարտությունաբերական ընկերությունները ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։ Բնականաբար հաշվի առնելով տեղեկատվության նրբազգաց լինելը եւ գաղտնի բովանդակությունը ես զերծ մնացի, ապագայում եւս զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տալուց, բայց օրինակ չի բացառվում, որ ձեր նշած տեսակները եւս նախատեսվեն առաջիկայում տարբեր երկրներ արտահանել։ 25 թվականը այս իմաստով հատկանշական է եւ ըստ էության բացառիկ, որովհետեւ մինչեւ 25 թվականը օբյեկտիվորեն հայկական տեղական ռազմարտությունաբերական ընկերությունները չէին էլ կարող թիրախավորել միջազգային շուկաները, որովհետեւ ինդուստրիան նոր է զարգանում, ընդամենը մի քանի տարվա կյանք ունի եւ բացի այդ մեզ համար, որ նախ եւ առաջ առաջնահերթ էր դա սեփական բանակի զինված ուժերի կարիքների բավարարումն էր ռազմարտությունաբերական ընկերությունների կողմից Եռամիա պայմանագրերի առաջին փուլի շրջանակում։ Երբ ռազմարտությունաբերողները կարողացան համապատասխան մի քանիսը, սա չի վերաբերում բոլոր մի քանի տասնյակ ընկերություններին, որոնք իրավապայմանագրային հարաբերություններ ունեն պաշտպանության նախարարության հետ, մի քանիսը, հատկապես առաջատար մի քանի ընկերություն կարողացան իրենց արտադրական հզորությունները մեծացնել, կարողությունները մեծացնել, կատարելով համապատասխան ներդրումներ հենց պետության կողմից ստացած պատվերների միջոցով, որովհետև խոսքը գիտեք միլիարդավոր դրամների հասնող այդ պատվերին է վերաբերում շուրջ 172 միլիարդ դրամի պետական պատվեր է իջեցվել ռազմարտությունաբերական համալիրին 23-25 թվականներին ՀՀ կառավարության կողմից, այդ միջոցների մի մասը կարողացան գրագետ կերպով ուղղել արտադրական եւ մասնագիտական կարողությունների տեխնոլոգիական կարողությունների հզորացմանը, կարողացան նաև մտածել միջազգային շուկաներ դուրս գալու մասին եւ որոշակի կոնտակտներ հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ։ Ամեն բան, այսինքն մենք անցնում ենք ոլորտի զարգացման բնականոն ճանապարհ։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։